Գիրք ծննդոց, գլուխ 40, Հովսեփը մեկնում է բանտարկյալների երազները։ Եվ այս բաներից հետո եղավ, որ Եգիպտոսի թագավորի մատրվակը և հացթուխը իրենց տիրոջ Եգիպտոսի թագավորի դեմ հանցանք գործեցին, և փարավոնը բարկացավ իր երկու պաշտոնյաների մատրվակապետի ու հացթուխների պետի վրա և նրանց բանտարկեց դահճապետի տան բանտում, որտեղ որ Հովսեփն էր արգելափակված։ Դահճապետը նրանց հանձնարարեց Հովսեփին, և նա ծառայում էր նրանց։ Նրանք միառժամանակ մնացին բանտում, և երկուսն էլ երազ տեսան, ամեն մեկն իր երազը մեկ գիշերում։ Ամեն մեկի երազն իր մեկնաբանությամբ Եգիպտոսի թագավորի մատրվակն ու հացթուխը, որ բանտում կապված էին։ Հովսեփն առավոտյան նրանց մոտ եկավ և տեսավ, որ նրանք տխուր էին, և հարցրեց փարավոնի պաշտոնյաներին, որ բանտարկված էին իր տիրոջ տանը. «Ինչու են ձեր դեմքերն այսօր տխուր»։ Ասացին նրան. «Երազ ենք տեսել, և այն մեկնող չկա»։ Եվ Հովսեփն ասաց նրանց. «Մի՞թե մեկնություններն Աստծուն չեն պատկանում, խնդրեմ պատմեցեք ինձ»։ Եվ մատրվակապետը պատմեց իր երազը Հովսեփին և ասաց նրան. «Երազումս տեսա, որ առջևս մի որդ կար, և այն որդի վրա 3 ճյուղ կար, և հենց որ բողբոջեց, ծաղկեց, և նրա ողկույզները խաղող հասցրին, և փարավոնի բաժակն իմ ձեռքին էր, և խաղողներն առա ու ճմլեցի փարավոնի բաժակի մեջ, և գավաթը տվեցի փարավոնի ձեռքը»։ Եվ Հովսեփը նրան ասաց. «Սա է դրա մեկնությունը. 3 ճյուղը 3 օր է, 3 օրից փարավոնը կբարձրացնի քո գլուխը և քեզ քո պաշտոնին կվերականգնի, և փարավոնի բաժակը նրա ձեռքը կտաս, ինչպես որ առաջ էիր անում, երբ նրա մատրվակն էիր։ Բայց ինձ հիշիր, երբ քեզ համար լավ լինի, խնդրում եմ, ինձ էլ լավություն արա, և ինձ հիշիր փարավոնի առաջ և ինձ հանիր այս տնից, որովհետև իրապես գողացվել եմ եբրայեցիների երկրից և այստեղ էլ մի այնպիսի բան չեմ արել, որի համար ինձ այս զնդանը նետեին»։ Երբ հացթուխների պետը տեսավ, որ մեկնությունը լավ էր, ասաց Հովսեփին. «Ես էլ երազումս տեսա, որ գլխիս վրա 3 ընտիր ալյուրով լի զամբյուղ ունեի, և ամենավերևի զամբյուղի մեջ փարավոնի համար բոլոր խմորեղեններից կար, և թռչուններն ուտում էին դրանցից, գլխիս վրայի զամբյուղից»։ Հովսեփը պատասխանեց. «Սա է դրա մեկնությունը. 3 զամբյուղը 3 օր է, 3 օրից հետո փարավոնը կկտրի քո գլուխը, և քեզ մի ծառից կկախի, և թռչունները կուտեն քո մարմինը»։ Եվ եղավ 3-րդ օրը, որ փարավոնի ծննդյան օրն էր, և իր բոլոր ծառաների համար խնջույք սարքեց, և իր ծառաների մեջ մատրվակապետի ու հացթուխների պետի գլուխը բարձրացրեց, և մատրվակապետին վերականգնեց իր պաշտոնին, և սա բաժակը տվեց փարավոնի ձեռքը, բայց հացթուխների պետին կախել տվեց, ինչպես որ Հովսեփը մեկնել էր նրանց։ Մատրվակապետը սակայն չհիշեց Հովսեփին, այլ մոռացավ նրան։